Գասպարյան Յավրի Կարապետի աղց գյուղի բնակիչ ենք, ստե ծնվեց, ստե մեծացել ենք, ուզում ենք մեր հողու ջուրը շենացնենք, բայց ոնց հասկանում եմ, ինչ-որ մարդիկ ընկել են մեր հետևից այսօր։ Մեզի թիկունքից են հարվածում, մտածված չեն կրակում, հազարավոր դեպքեր կա, տենում ենք, մարդիկ կրակում են, 5 րոպե հետո ամպերը ցրվում է։ Այս հակակարգտային կայանները։ Այո, դրանց հետևումով է կայնած, ամենախիստ ձևով դրանք պետք է պատժվեն։ Ես որ մի քիչ չար մարդ ելնեինք, մենք իրանց տունուտեղ պետք է ջարդած ելնեինք այսօր, ոնց որ մեր կանաչ ծառերն ու բաները ջարդեցին, մտածված։ Էսի մտածված է, եղբայր։ Ամբողջ խնդիրը դրանում է։ Ես չգիտեմ իրանք ինչ նպատակ են որոնում ստե, բայց բանից պարզվում է, որ կա, իրոք նպատակ կա, որ խորանում ենք։ Կամ ժողովրդին սենց կոպիտ ասած մեր գյուղի բարբառով ասած գազազացնում են ինչ-որ մեկի դեմ, կամ էլ քնած են եղել, պարապուրդի վիճակ է։ Դրանք պետք է պատժվեն, ախպերս, ամբողջ խնդիրը դրանում է։ Սրանց հարցը մեկընդմիշտ պիտի լուծվի։ Կամ պետք է վերանա այս մարդիկ իմանան ինչ են անը, եթանք ցանց քաշենք, իմանանք չկա, մեր գլխի ճարը տենանք, բայց որ կա, գիտենք կա, արխային ենք ոնց որ ասած։ Միշտ որովհետև տենց ա եղել, կրակեր են ու այդ հարցը լուծվեր է։ Այսօր մտածված մեզի սենց մեջքի թիրախավորեր են գյուղացուն, ախպերս, ամբողջ հարցը էսի է։ Ես չգիտեմ, ժողովուրդ այսօր հələ խաբար չի, որ դուք ստեեք, որ խաբար ելներ, երևի ստե տեղ դատար չէր ելնի։ Դուք կոնկրետ ինչ եք մշակում, այգիները քանի Ես ախպերս խնձորի այգի ունեմ, 200 ծառ ունեմ, դաժե գնացել եմ նայել, անասնակեր չի մնացել տակը։ Մի քիչ լավ էր, ասինք անձրևային է, գոնե անասնակեր կլինի, բան կլինի, բայց էդ էլ չկա այսօր։ Լրիվ միանգամից ծխեր ախպեր։ Չգիտեմ։ Երկար ժամանակ եկավ։ Լավ էլ ես գյուղում չեմ եղել այդ պահին, բայց մի 15 րոպե ոնց որ եկեր է։ Հա, ու խոշոր։ Միջևը մի պատերի տակ կոլոնված է։ Դաժե ավտոներն են երեխեք փախցրել, որ չջարդվի սենց։ Հենա տենը մեզ էլ, էսի վառ, էսի հո մենք չենք ջարդել եկա ճղերը։ Խնդրեմ։ Էսի այս մարդու տարվա ապրուստն էր ոնց որ ասած։ Մեկը ծիրան ունի, մեկը չգիտեմ, խաղ ունի, մեկը այսօր всё փաստի առաջ կայնանք մենք։ Вообще չի մնացել։ Այս հարցով դի լուրջ զբաղվող լինի, մենակ մենք իմանանք, եթե մեզի հուշեք, մենք շնորհակալ կլինենք, մեզի հուշեք, տենանք ով է սրա պատասխանատուն, մենք եթանք այդ ուղղությամբ, մենք չգիտենք։ Այս առաջի դեպքն է մեր գյուղում, ես չգիտեմ, ում դիմենք, ոնց անենք։ Այսքան բան կարամ ասեմ, բայց որ հաստատ էսի մտածված մեզի հասցրին այսօրվան, դա 100%։ Մենք համոզվեցինք դրանում։